Հոգուտ Իրանի, Իսրայելի, թե ոչ ոքի։ Ինչի մասին է լռությունը 12-օրյա պատերազմից հետո։ Իսրայելն այդ հարձակումը սկսել էր երկու շատ հստակ սահմանված նպատակով։ Մեկը Իրանի միջուկային ենթակառուցվածքներն ավերելն էր, մյուսը ռեժիմի փոփոխություն։ Եվ ուրեմն խոսում են փաստերը։ Նախ ակնհայտորեն ռեժիմը չի փլուզվել, երկրորդ հիմա անընդհատ տեղեկություններ են դուրս գալիս, տեղեկություններ են Երևան գալիս, որ Իսրայելին չի հաջողվել նաև ոչնչացնել այդ միջուկային ենթակառուցվածքները, նրանք ինչ-որ բաներ են ջարդել, բնականաբար, բայց միջուկային ենթակառուցվածքները ավերել հնարավոր չի եղել։ 12-օրյա պատերազմում նաև հոդսցնդեց Իսրայելի անխոցելիության պատրանքը։ Մյուս կողմից լայնածավալ պատերազմի մեջ չներքաշվեց Միացյալ Նահանգները։ Այսպիսով ամենը հուշում է, արդյունքը նույնիսկ ոչ ոքի չէ։ Բացահայտ առավելությունը Թեհրանինն է, նույնիսկ անդառնալի կորուստների պայմաններում։ Իրանի նպատակները շատ ավելի համեստ էին, այսինքն թույլ չտալ այդ նպատակների իրականացում եւ այդ առումով ինձ թվում է ակնհայտ է, որ Իսրայելը պարտված է դուրս եկել։ Այս պատերազմը նաեւ ավելի խորացրեց Իսրայելի եւ մնացած աշխարհի, բացի արևմտյան վերնախավերը, մնացած աշխարհի հետ Իսրայելը հիմա այնպիսի լուրջ խնդիրներ ունի։ Չափազանցություն չի ասել, որ Իսրայելը դարձել է, մենք այդ ռուսերեն բառն ենք օգտագործում, այստեղ իզգոյ երկիր է դարձել։ Գրիգորյանի խոսքով Իսրայելի հաղթանակը ուժեղացնելու էր Ադրբեջանի դիրքերը Հարավային Կովկասում։ Այս երկուսի սերտ հայտնի փաստ է, այնքան որ այս թեմայով նույնիսկ Թուրքիայում հանդիսատեսարաններ են լինում։ Ադրբեջանի ախորժակի են ավելացումը, որ կարող էր տեղի ունենալ Իսրայելի հաղթանակի դեպքում եւ Իրանի պարտության դեպքում, դա թերևս կանխվել է։ Մյուս կողմից Իրանը Հայաստանի հարևաններից միակն է, որ հստակ արտահայտվել է։ Թուրք-ադրբեջանական տանդեմի պահանջած միջանցքը կարմիր գիծ է եւ սահմանների փոփոխություն թույլ չի տալու։ Մինչև այս պատերազմը ըստ Գրիգորյանի կարելի էր կարծել, որ Իրանը կխուսափի ինքնուրույն, օրինակ առանց Ռուսաստանի, Բաքվի հնարավոր հարձակման դեպքում ներքաշվել զսպող օպերացիայի մեջ։ Սա կարող էր Իսրայելին ու նահանգներին հարձակվելու այսպես ասած լեգիտիմ հիմք ապահովել։ Հիմա պատկերն այլ է։ Հիմա Իրանի ձեռքերն ավելի ազատ են, այսինքն այդ վախը, որ նման պարագայում կարող է շատ լուրջ հակազդեցություն լինել Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից կամ դա որպես պատրվակ ծառայել, եթե նույնիսկ չի վերացել, դրա ազդեցությունը ինձ թվում է բավականին հիմա թուլացած է եւ Իրանը կարող է շատ ավելի համարձակ լինել այդ դիրքորոշումը պաշտպանելու հարցում, քան մինչեւ պատերազմն էր։ Հայության այս բանը մեր բոլորիս, վայ նրանց նպատակը Թուրանն է։ Ինչ են ուզում իրանք։ Ուզում են Հայաստանի տարածքով գնան գա։ Թող գնան գա, նիքի վատա դա։ Եթե նույնիսկ բացվողը լինի ճանապարհ եւ ոչ թե միջանցք դասական սահմանմամբ, դրանից վտանգներն ու ռիսկերը չեն նվազում, վստահ է Գրիգորյանը։ Դժվար չի պատկերացնել, որ որևէ անախորժության, որևէ պրովոկացիայի դեպքում դա կարող է օգտագործվել որպես պատրվակ, ուրեմն Հայաստանի վրա հերթական ինչ-որ հարձակման համար կամ ճնշում գործադրելու համար կամ ինտերվենցիայի համար եւ այլն։ Տեսեք, Հայաստանը չի կարողանում երաշխավորել այդ ճանապարհի անվտանգությունը։ Ես դրա համար մի շատ ոչ պոպուլյար բան եմ ասել այս քանի տարվա ընթացքում։ Այսինքն այդ մտավախությունը, որ եթե ռուսները գան դա վերահսկեն, դա սահմանափակում է մեր սուվերենությունը ինչ-որ առումով։ Եթե պիտի ինչ-որ մեկը վերահսկի, ավելի լավ է այդ երրորդ կողմը վերահսկի։ Ակնհայտ է Բաքուն ջանում է ոչնչացնել Հայաստանը որպես քաղաքական սուբյեկտ։ Այս պայմաններում առանց միջնորդների երկխոսությունն ու հնարավոր փաստաթուղթը առնվազն չեն հավակնում լինել Հայաստանի խաղաղ ապագայի երաշխավորը։ Պրոֆեսորը հիշեցնում է Փաշինյանի այցից անմիջապես հետո Իսլամական համագործակցության կազմակերպությունը հռչակագրով պահանջեց այսպես կոչված արևմտյան ադրբեջանցիների վերադարձ Հայաստանի տարածք, շրջանցելով Արցախի էթնիկ զտումը։ Սա փաստում է Փաշինյանի ձգտած խաղաղությունը հեռու է արժանապատվությունից։ Էրմինե Ղարիբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։